եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն։ Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցեք եւ միմյանց համար աղոթք կարեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է։ Հակոբոս առաքյալը, սիրելիներ, այս պատգամը այսօր փոխանցում է մեզ, Տիրոջ հետևորդներից, Աստուծո զավակներին, որպեսզի դյուրացնի, հեզասա դարձնի մեր ընթացքը այս կյանքի փոթորկոտ բոլոր արահետներով։ Եվ առաքյալը մեզ հորդորում է, որպեսզի մենք մեր մեջ միշտ ուժ գտնենք առողջացման համար միմյանց մեր մեղքերը խոստովանելու, մենք մեր զորություն գտնենք մեր կողքինի համար աղոթելու եւ հավելում է, որ արդարի աղոթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է։ Մենք իբրև եկեղեցի սիրելիներ մի մեծ ընտանիք ենք, իր տարբեր անդամներով։ Յուրաքանչյուր անդամ ունի իր գործառույթը, իր պարտականությունը, իր հանձնառությունների մի ամբողջ շղթա։ Յուրաքանչյուր անդամ ունի իր տկարությունները, իր դժվարությունները, յուրաքանչյուր անդամ այնուհանդերձ բոլոր տկարություններով հանդերձ ունի իր առաքելությունը։ Եվ այսօր, երբ Հակոբոս առաքյալը մեզ հորդորում է, որպեսզի մենք միմյանց համար աղոթենք, իբրև կարևոր մի հանգամանք վերցնում է աղոթքը Քրիստոսի մարմնի համար։ Աղոթք յուրաքանչյուրս, երբ պարտավոր ենք աղոթել միմյանց համար, մեկը մյուսի համար, իր մտերիմի համար, իր թշնամու համար, իր ախոյանի համար, իր բարեկամի եւ չարակամի նկատմամբ։ Այդ աղոթքը պիտի մշտապես ձեր հոգուց ներս լինի, որովհետեւ Տերը մեզ առաքյալի միջոցով փոխանցում է, որ այդ աղոթքը կարող է փրկել այդ մարդուն։ Եվ մենք երբ կանգնում ենք Աստծո առջև, մենք կոչված ենք ոչ թե մեզ համար աղոթելու, արագ թվարկելու մեր նյութական կարիքները եւ պետքերը, որպեսզի հանկարծ Տերը այլևս ժամանակը չսպառվի, չանջատի այդ կապը եւ մենք մնանք մեկուսի, այլ Տերը ցանկանում է, որպեսզի դուք աղոթեք ուրիշների համար, որովհետև ուրիշն էլ ձեզ համար է աղոթում, եւ վստահ եղեք, որ մշտապես աղոթող կա ձեզ համար, որովհետև եթե դուք Քրիստոսի եկեղեցու անդամ եք, ապա ողջ Քրիստոսի եկեղեցին աղոթում է ձեզ համար։ Յուրաքանչյուր հավատացյալ անձ, երբ մտնում է տաճար եւ իր աղոթքն է մրմնջում, մասնակից է դառնում ժամերգության, ապա աղոթում է յուրաքանչյուրիդ համար։ Լինեք դուք զինվորական, լինեք հոգևորական, լինեք շինական, թե մտավորական, ով էլ դուք լինեք այս կյանքում, ինչպիսի հանձնառություն էլ որ վերցնեք ձեր ուսերի վրա, եկեղեցին ձեզ համար աղոթում է։ Երբ պետք չունեք դուք ձեզ համար աղոթելու, այլ դուք կարիք ունեք աղոթելու եկեղեցու համար։ Եվ երբ եկեղեցին ինքն իր համար, ողջ եկեղեցին, որի յուրաքանչյուր հատիկը մենք ենք, յուրաքանչյուր անդամը մենք ենք, աղոթում է ողջ եկեղեցու համար, այն ժամանակ կատարվում է այն, ինչ որ առաքյալը Հակոբոս ասում է, որ եթե ձեզնից մեկը ճշմարտության ճանապարհից անգամ շեղվի, իսկ մեկ ուրիշը նրան ետ բերի, թող իմանա, ով որ մեղավորին իր մոլորության ճանապարհից ետ է բերում, կփրկի նրա հոգին մահվանից եւ կծածկի մեղքերի մի ամբողջ բազմություն։ Եվ դա է պատճառը, որ ասում է, դուք աղոթեցեք, որովհետև Աստված արդարի աղոթքը լսում է։ Եվ Աստված ունկնդիր լինելով արդարի, այդ մեկ արդարի աղոթքին ձեր միջի, պիտի ամբողջ եկեղեցին պահի մաքուր եւ անարատ, վեր բոլոր տեսակի դժվարություններից եւ փորձություններից։ Սակայն պիտի ասեք, արդյոք փորձությունները մեզ համար չեն։ Փորձությունները մեզ համար են, երբ մենք տեղ ենք տալիս սիրելիներ մեղքերին մեր կյանքից ներս։ Երբ մենք անտարբերությամբ ենք
տոգորվում եւ դժվարանում ենք տեսնել, թե որն է այն ճանապարհը, որ Աստվածահաճո ճանապարհը, որը մեզ դուրս է հանում բոլոր տեսակի նեղություններից եւ դժվարություններից, բոլոր տեսակի գայթակղություններից եւ փորձություններից։ Եվ մենք այդ փորձության մեջ անգամ հայտնվելով պիտի կարողանանք դուրս գալ այդ փորձությունից, եթե մենք հարատև աղոթքի մեջ ենք։ Եվ եթե մենք հարատև աղոթքի մեջ ենք, ապա պիտի նաև հավատանք, որ Աստված մեզ պիտի այդ մաքրության, սրբության ճանապարհով առաջնորդվի եւ մենք պիտի կարողանանք իսկապես ձեռբազատվել բոլոր տեսակի հարձակումներից, որոնց որ այսօր ենթարկվում է Քրիստոսի եկեղեցին։ Եվ այսօր մեր առջև մեր հայրերը կանգնեցնում են օրինակը Եղիա մարգարեի, որովհետև երբ առաքյալը խոսում է արդարի մասին, որի շնորհիվ մեզանից յուրաքանչյուրը կարող է փրկության արժանանալ Աստուծո հայացքի ներքո, ապա ասում է Եղիան մարդ էր մեզ նման, կրքերի ենթակա, նա աղոթեց ու երկրի վրա 3 տարի ու 6 ամիս անձրև չտեղած, եւ ապա դարձյալ աղոթեց եւ երկինքը անձրև տվեց ու երկիրը բուսցրեց իր պտուղը։ Այսօր մենք այստեղ հավաքված նաեւ տոնախմբում ենք հիշատակը Եղիա մարգարեի։ Միակ տոնը սրբի, որը մենք տոնախմբում ենք Կիրակի օրով, Տերունի օրը, որովհետև մեկն էր, ով ապրեց մեզ նման, նույն ճանապարհով անցավ, Աստուծո առջև եւ Աստուծո հայացքի ներքո, բոլոր տեսակի նեղությունների եւ դժվարությունների միջով քայլեց, սակայն եղավ անվախ եւ համարձակ, իբրև մարգարե, չվարանեց կանգնել հեթանոս արքայի եւ թագու առջև, որոնք որ հեռացել էին ճշմարիտ իրենց հավատից եւ կռապաշտության մեջ էին ապրում, չվարանեց եւ խրատեց նրանց, հանդիմանեց նրանց, հավատքով լեցուն գտնվեց իր կյանքի բոլոր օրերին, որովհետև հավատաց, որ կանգնի Տիրոջ առջև եւ աղոթի, Տիրոջ կրակը պիտի իջնի եւ լափի այդ զոհաբերությունը եւ այդ նշան պիտի լինի հավաքված այդ ժողովրդի համար եւ նաեւ պատիժ եւ հանդիմանություն երկնային բոլոր նրանց, ովքեր հեռացել էին Աստծուն։ Բայց այդ ամենի մեջ, իր այդ սրբության մեջ, այդ մարդը եղավ նաև տկար անձնավորություն, յուրաքանչյուրիս նման, մեծ մարգարե, որը նաև կյանքի վախճան չունեցավ, այլ հափշտակվեց երկինք, հրեղեն կարգով և երիվարներով, որովհետև այդ պատվի արժանացավ Աստուծո հայացքի առջև, սակայն այդքանով հանդերձ տկար էր իբրև մարդ արարած, տկար էր և ինքն էլ խուսափում էր շատ հաճախ մարդկանցից, դժվարություններից, հեռանում էր մի անապատ տեղի, հավատալով, որ այնտեղ պիտի գտնի վերջո Աստուծո հետ իր կապը, որը կդառնա իր համար զորություն և վստահության աղբյուր։ Ինքն էլ խուսափեց, իբրև մենավոր մեկը գնաց մեկուսացավ, որպեսզի կարողանա իր մեջ հաղթահարել այդ դժվարություններն ու տկարությունները։ Երբեմն հուսահատվեց, Աստուծո անունը կանչեց, վախեցավ դժվարություններից եւ հալածանքներից, որոնց որ պետք է ենթարկվեր նույն այդ թագավորի եւ նրա թագու կողմից, որովհետեւ փլուզել էր նրանց կառուցած այդ կռապաշտության ողջ համակարգը եւ ցույց էր տվել, թե որտեղից է ծագում ճշմարիտ լույսը, որը կարող է լինել դարման մարդու հոգու մեղքերի, վհատությունների, հուսալքության համար, բայց նաև լափող կրակ կարող դառնալ, որ այրում է իր առջև հայտնված ցանկացած մեկին եւ ցանկացած իր ուպարագան։ Եվ այդ հուսահատության մեջ դեգերեց մարգարեն, դեգերեց սակայն միշտ ականջը Աստուծո կանչին էր, միշտ ունկնդին էր, թե տեսներ Աստուծո պատգամը եւ Աստուծո կամքը ինչ է, որովհետեւ ինքը կոչվել էր Աստուծո կողմից
մարգարեական այդ շնորհով, որպեսզի առջևը կանգնի իր ժողովրդի եւ թույլ չտա, որ մեղքը արմատավորվի այդ ժողովրդի սրտում։ Որտեղ մարգարեն գիտեր, որ այդ մեղքը երբեք իր ժողովրդին չի բարձրացնելու, ինչպես որևէ մեղք մեզ առավելություն չի տալիս, երբ մենք այն գործում ենք։ Մեզ թվում է, թե այս րոպեական օգուտ ենք ստանում նրանից, որովհետև հենց այս պահին կատարում ենք այն, ինչ որ ուզում ենք, այն, ինչ որ ցանկանում ենք, սակայն Աստծո կամքը երբեք եւ երբեք այդ ցանկության իրագործումը չէ, այլ Աստծո կամքը այն է, որ մենք կարողանանք մեր մեղքերից ետ կանգնել, որ մենք կարողանանք սրբվել այն աղտեղություններից, որոնք որ մեզ հեռացնում են Աստծուց, որոնք որ մեր եւ Աստծո միջև պատնեշ են դառնում եւ թույլ չեն տալիս, որ այն լույսը, որ ծագում է Տիրոջից, մեզ համար ճշմարտապես դառնա ապաքինության աղբյուր, այլ ընդհակառակը դառնում է լափող մի կրակ, որը մեզ քայլ առ քայլ ոչ միայն այրում է, մեր հոգին խորովում է, որովհետև մենք ինքներս էլ այդ լույսի ազդեցության ներքո անդրադառնում ենք, թե որքան մեղավոր ենք եւ որքան ենք հեռանում Աստծուց եւ շարունակում ենք հարատևել մեղքերի մեջ։ Եվ Տիրոջ ցանկությունը հենց դա է, որ դուք այդ մեղքերի մեջ երբեք եւ երբեք չհարատևեք, երբեք չհաշտվեք մեղքերի հետ, այլ ընդհակառակը պայքարեք մեղքի դեմ, պայքարեք ընդդեմ մեղքի ձեր հոգու զորությամբ, բայց նաև ապավինելով երկնավորին, ձեր հույսը դնելով այն արդարի աղոթքի վրա, որ մշտապես հավատացեք ձեզ համար աղոթում է։ Դուք նրան չեք տեսնում, դուք նրան ներկայությունը կարող եք չզգալ, սակայն նա մշտապես աղոթում է յուրաքանչյուրիդ համար։ Այդ մեկ արդարը, որ Աստծո կողմից կանչվել է, որպեսզի թույլ չտա, որպեսզի դուք հայտնվեք այն վիհի բերանին, որը ձեզ կործանման է առաջնորդում։ Եվ այդ մեկի ականջին Տերը միշտ շշնջում է, իբրև արդարի, իբրև Աստծո շնորհ գտածի եւ ասում է, որ քո աղոթքով կորուստից եւ մահվանից կարող ես փրկել այն մեղավորին։ Եվ այդ արդարը, երբ աղոթում է ձեզ համար, նմանվում է ճիշտ այս Եղիա մարգարեին, որին Աստված չուղարկեց ի վերջո, երբ նորից հայտնվեց Իսրայելը փորձության մեջ Իսրայելի մոտ, այլ դաս տվեց Իսրայելին, ասելով, որ իմ կանչվածը կարող է նաև երես դարձնել ձեզանից, ես նրա միջոցով կարող եմ պատժել նաև ձեզ, սակայն նա կգնա այնտեղ, որտեղ որ իր կարիքը առավել չափով ունի։ Եվ նա գնաց, ասում է Իսրայելում բազում այրիներ կային, բայց մարգարեն գնաց լրիվ այլ երկրում գտնվող այրիի մոտ։ Եվ այդ այրին, ասում է, շնորհ գտավ Աստծուց, որովհետև երբեք չպակասեց իր այդ կճուճների միջի յուղը եւ երբեք ցորենը չնվազեց եւ կարողացավ դժվարին այդ ժամանակաշրջանը հաղթահարել շնորհիվ այս մարգարեի։ Սիրելիներ, մարգարեն նաև կերպար էր, ով հնազանդվում էր Աստուծո կանչին։ Եվ Աստված մեզ միշտ կանչում է դեպի իրեն որոշակի առաքելությամբ։ Ոչ թե սոսկ ասում է եկեք ինձ մոտ, թեպետ դա էլ կարող եք գտնել, բայց ասում է եկեք ինձ մոտ բեռնավորվածները, աշխատածներ եւ ծանրաբեռնվածներ եւ ես հանգստություն պիտի տամ ձեզ։ Սակայն Տերը ձեր կյանքի բոլոր հանգրվաններում հրավիրում է դեպի իրեն հանձն առնելու մի նոր առաքելություն, որովհետև եթե դուք հավատարմության մեջ եք Աստուծո նկատմամբ, այդ առաքելությունը երբեք չի նվազելու ձեր կյանքում։ Եվ մարգարեն ով դարձավ նա Տիրոջ համար։ Երբ նայում ենք մենք նրա անվան նշանակությունը, ապա եբրայերենից թարգմանաբար Եղիան նշանակում է Աստուծո ամրոց։ Իր բոլոր նեղություններով, վհատություններով, փորձություններով, մեղքերով հանդերձ
մարգարեն դարձավ Աստուծո ամրոց, որովհետև կրեց իր մեջ Աստուծո ճշմարտությունը եւ երբեք ետքայլ չարեց այդ ճշմարտությունից, այլ համարձակ խոսեց այդ ճշմարտության նշանակության կարևորության մասին, ասելով, որ հնազանդվում է Աստծո կամքին, եւ եթե Աստծո կամքը այդ է, ապա այդ Աստծո կամքը անշեղորեն պիտի իրագործվի իր կյանքում։ Այսօր մեր առջև մեր եկեղեցու հայրերը կանգնեցնում են այս մեծագույն մարգարեի կերպարը։ Նրանք կանգնեցնում են, որպեսզի մենք կարողանանք հետևողը դառնալ նրա օրինակի, որպեսզի մենք էլ մեր հոգիները Աստուծո ամրոցների վերածենք եւ թույլ չտանք, որ որևէ հարցակում, որևէ պաշարում իրենց արդյունք ունենան մեր կյանքում։ Որովհետև երբ մեր հոգին սկսում է տկարանալ, իսկ հոգին միջնաբերդն է մեր ամրոցի, երբ միջնաբերդը սկսում է անկում ապրել, ոչինչ կարող է այլևս փրկել այդ ամրոցը։ Ուստի սիրելիներ, այս մարգարեին ձեր աչքի առջև ունենալով նմանվեցեք նրան, հավատով, որ ինչպես խոստումը տրվեց նրան եւ ինքն էլ Աստուծո կողմից բարձրացվեց երկինք, այնպես մենք էլ պիտի արժանանանք Տիրոջ կողմից նույնպիսի խոստման եւ արդեն իսկ արժանացել ենք, որ եթե մենք բարեպաշտ կյանքի ընթացքով ապրենք, ապա պիտի ժառանգենք հավիտենական կյանքը եւ մեր հարությամբ պիտի դուրս գանք ընդառաջ Տիրոջ, սակայն երբ հարատևենք մեղքի մեջ, ապա պիտի դատապարտվենք կորստյան եւ հավիտենական այդպիսի մահվան։ Այդ կորուստը մեզ համար երբեք չպիտի վերափոխվի հարության, երբեք չպիտի վերափոխվի Աստուծո շնորհի եւ օրհնության։ Եթե մենք մեր ապրած կյանքի հետևանքով կորստյան մատնվենք մեր գործերով, արարքներով եւ շարժմունքներով, ապա ոչինչ այլևս կարող է մեզ փրկել։ Սակայն եթե մենք նմանվենք այդ մարգարեին, մեր առջև ունենալով իրեն, իբրև անձ, ով պայքարեց մեղքի դեմ, ով պայքարեց չարի դեմ, ով պայքարեց նեղության դեմ, որովհետև հավատաց, որ Աստված միշտ իր հետ է, Աստծո հոգին միշտ իր հետ է, եւ ինքը միշտ զորություն պիտի առնի Աստուծո ներկայությունից իր կյանքում, ապա դուք էլ պիտի արժանանաք իսկապես այն փրկության, որի արժանացավ այս մեծագույն մարգարեներից մեկը։ Սիրելիներ, մենք կոչված ենք անհողդող քայլելու այս ճանապարհով։ Մենք կոչված ենք հավատարիմ մնալու մեր երկնավոր Տիրոջը։ Մենք կոչված ենք մեր կյանքով իրագործելու ամբողջությունը հայաստանյան ծառայական Սուրբ եկեղեցու, որովհետև մենք Քրիստոսի եկեղեցին ենք, մենք Քրիստոսի մարմինն ենք, մարմին, որը ունի առաքելություն այս աշխարհում։ Ուստի այդ մարմինը միշտ կանգուն պահեցեք, այդ մարմինը միշտ զորավոր պահեցեք, այդ մարմինը միշտ գործուն պահեցեք, ձեր աղոթքներով, ձեր բարի գործերով, ձեր նոր հանձնառություններով եւ ձեր կյանքի առաքելությամբ։ Եվ այդ ժամանակ որևէ մեկը չպիտի կարողանա սայթաքեցնել ձեզ։ Այդ ժամանակ որևէ մեկը չպիտի կարողանա հրել եւ նեղություն պատճառել ձեզ։ Այդ ժամանակ որևէ ինչ տեսակի զորություն, իշխանություն, ուժ էլ որ լինի, չի կարող ձեզ շեղել այն ճանապարհից, որը ձեզ առաջնորդում է դեպի Աստված, դեպի լույս, դեպի մաքրություն, դեպի շնորհ եւ դեպի օրհնություն։ Եվ մենք, սիրելիներս, կոչված ենք այդ առումով բոլորս լինելու ոչ միայն Աստուծո որդիներ, այլ խոստման որդիներ, փառքի մարգարեներ եւ առաքյալներ մեր այս կոչման մեջ, որպեսզի մեր նավակը երբեք չսասանվի։ Ուստի եւ վերստին խորհուրդում եմ ձեզ առաքյալի խոսքերով, որ դուք միմյանց համար աղոթեցեք, որովհետեւ այդ աղոթքով պիտի բժշկվի ձեր կողակիցը, ձեր ընկերը, ձեր եղբայրը եւ քույրը,
ձեր ախոյանը եւ ձեր թշնամին անգամ։ Այդ աղոթքով դուք պիտի վերստին ամենքին ուղղորդեք այն ճանապարհներով, որոնց որ Տերը նրանց կանչում է ձեր իսկ աղոթքի, ձեր իսկ ծառայության եւ ձեր իսկ հնազանդության միջոցով ամեն։ Իրոջ շնորհը, սեր եւ խաղաղությունը թող ամենքիս հետ լինի այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Եվ երբեք մի վարանեք Եղիսեի նման, երբ վերցրեց Եղիայի վերարկուն եւ հայացքը բարձրացրեց դեպի երկինք եւ ասաց. Եղիայի Տեր Աստված, ուր ես? Եվ այդ պատասխանը ճուշացավ. երբեք մի վարանեք դուք էլ անհրաժեշտության դեպքում, երբ կանգնած եք ընտրության առջև, որպեսզի կարողանաք ձեր կյանքի հրաշքը գործեք, ինչպես յուրաքանչյուր մարգարե իր հերթին գործեց այդ ընտրության մեջ, երբեք վատ մի զգացեք, երբեք մի հապաղեք կանչելու եւ ասելու Եղիայի Տեր Աստված ուր ես, եւ եթե այդ հարցումը անկեղծ սրտով ուղեք, վերառակեք առ երկինք, այդ պատասխանը ձեզ երբեք չի ուշանա եւ Տերը ձեզ չի ամաչեցնի։ Ամեն։ Ամեն։